Բարի գալուստ իմ սիրելիներ, ուրախ եմ բոլորի տեսնելու Տիրոջ տան մեջ, մանավանդ որ տեսնում ենք, որ նոր դեմքեր Տիրոջ տան մեջ, շատ ուրախ եմ, ողջունում ենք ձեզ մեր եկեղեցու մի մասնիկը կազմելու համար, շատ շնորհակալ եմ, փառք մեր Տիրոջը, որ այսօր էլ արժան եղանք գալու նրա ոտքերի մոտ, նրան մեծարելու, նրան փառաբանելու, նրա անունը բարձրացնելու, նրան երկրպագելու եւ նրա հետ հանդիպելու։ Ամենակարևոր տեղը, որտեղ որ մենք պիտի հանդիպենք մեր Տիրոջը, դա իր տունն է։ Որովհետեւ կներեք Աստծո խոսքն ասում է, որ իր Տիրոջ տան մեջ է իր փառքը Եվ իր ոտքերի մոտ է, որ մենք կարող ենք ստանանք այն ամենը, ինչի կարիք որ մենք ունենք, ինչի համար որ մենք այսօր եկել ենք, վստահ ենք, որ նույնպես, այսինքն նույն անձով մենք ետ չենք դառնա, որովհետև եկել ենք նրա ոտքերի մոտ, նրան հպվելու, իսկ նա սուրբ է եւ արդար, որովհետև իր խոսքն ասում է, նա մեզ երբեք չի թողնի ու չի ձգի, որտեղ էլ որ լինենք, ինչ էլ որ անենք, նրա օծությունը, նրա օրհնությունը, նրա փառքը, նրա սերը մեր հետ է ամեն ժամանակ։ Երգենք, որ նա սուրբ է։ Շնորհակալ եմ քեզանից, գոհանում ու փառք ենք տալիս քեզ իմ ամենակարող ու զորեղարքա, երկրպագում ենք քո սուրբ ու մեծ անունը, որին միայն դու ես արժանի, արքաների արքա, տերերի տեր և թագավորների թագավոր, շնորհակալ եմ հայրս, որ քո արյունով այսօր մեզ էլ սրբացրել, մաքրել ես Տեր իմ Հիսուս ջան եւ մեզ նմանացրել ես քեզ, իմ հրաշքանչ, իմ սուրբ ու արդար թագավոր։ Անցիր հիմա իմ սուրբ հոգի Աստվածս յուրաքանչյուրիս կողքով Տեր, ով ինչով որ եկել է Տեր իմ Աստվածս, դու գիտես բոլորի սիրտը, դու գիտես նրանց ցանկությունները, կարիքները, հոգսերը, բոլորի կողքով դու անցիր եւ տուր քո պատասխանը նրանց իմ ամենակարող Տեր։
Ես գիտեմ, որ դու հրաշագործ ես իմ Տեր, ես քո հրաշագործության վրա չեմ կասկածում, իմ Թագավոր ես, հպվիր յուրաքանչյուրին իմ Տեր ու Թագավոր, Հիսուսի անունով Հայրս, ամեն։ Բոլոր ազգերը պիտի գան քո առջևդ ու քեզ պիտի երկար պագեն քանի որ իրավունքներդ հայտնվեցին ամենակալ Տեր Աստված մեր Տերոք չի վախենում քեզնից ով է որ չի փառաբանում քեզ քանի որ դու ես միայն սուր քանի որ դու Sing hallelujah,
through the Lord. Sing hallelujah, sing hallelujah, sing hallelujah through the Lord. Sing hallelujah through the Lord. Hallelujah. Այո, ինչքան փառավորենք նրա անունը, ինչքան մեծարենք նրան, ինչքան գովերքենք նրան, դեռ քիչ է, որովհետև նա ամեն բան արեց մեր համար, նա իր կյանքը դրեց, որպեսզի մենք այսօր իրանով կյանք ունենանք, եւ զգանք մեզ երջանիկ, զգանք մեզ ապահով, որովհետև իր ձեռքերի մեջ է միայն ապահովությունը, նրա հովանու տակ մենակ կարող ենք լինենք Connected. Մենք կարող ենք լինենք մաքուր, արդար, սուրբ, որովհետև նա մեզ այդպես դարձրեց իր արյունով։ Հիմա երգենք, որ մեր Տերը փառավոր է, մեր Տերը զորավոր է, մեր Տերը շատ բարի ու արդար է եւ ոչ մեկի մոտ տարբերություն չի դնում։ Կապ չունի դու մեծ ես, փոքր ես, հարուստ ես, աղքատ ես, ես չգիտեմ միլիոնობით լավ պաշտոնի տեր ես թե ոչ, նա բոլորիս նայում է մեկ աչքերով, նրա սուրբ ու պատվական արդար աչքերով։ Տերս փառավոր է։ Ծափերով մտնենք նրա ներկայության մեջ, որովհետև նա սիրում է, երբ որ իր ժողովուրդը իրան փառաբանում է։ Տերը փառավոր է, Տերը զորավոր է, ցնծացեք Տիրոջ առաջ, Տերը շատ բարի է, եւ շատ հոգատար է, ցնծացեք Տիրոջ առաջ, Տերը գթասիրտ է, Տերը ողորմած է, ցնծացեք Տիրոջ առաջ, Տերը սրբություն է, նա մեր ուրախություն է, ցնծացեք Տիրոջ առաջ, ձեռքերը վեր բարձեք, ձեռքերը վեր բարձեք, ասենք սիրում ենք քեզ, ձեռքերը վեր բարձենք, ձեռքերը վեր բարձեք, փառաբանեցեք, ձեռքերը վեր բարձեք, ձեռքերը վեր բարձեք, ասենք պաշտում ենք քեզ, ձեռքերը վեր բարձեք, ձեռքերը վեր բարձեք, փառաբանեցեք։ Տերը շատ արդար է եւ համբերատար է, ցնծացեք Տիրոջ առաջ, Տերը մեր պաշտպանն է, ասպարն ու վահանն է, ցնծացեք Տիրոջ առաջ, Տերը մեծությունն է, նա մեր հաղթությունն է, ցնծացեք Տիրոջ առաջ, նա մեզ միշտ ներում է, ու մեզ շատ սիրում է, ցնծացեք Տիրոջ առաջ, ձեռքերը վեր բարձենք, ձեռքերը վեր բարձենք, ասենք սիրում ենք քեզ, ձեռքերը վեր բարձեք, ձեռքերը վեր բարձեք, փառաբանեցեք, ձեռքերը վեր բարձեք, ձեռքերը վեր բարձեք, ասենք պաշտում ենք քեզ, ձեռքերը վեր բարձեք, ձեռքերը վեր բարձեք, փառաբանեցեք, Տերը մեր փրկիչն է, ու մեր քարոզիչն է, ցնծացեք Տիրոջ առաջ, Տերը մեր բժիշկն է, ու մեր թագավորն է, ցնծացեք Տիրոջ առաջ, նա մեր ուսուցիչն է, ու մեր բարեխոսն է, ցնծացեք Տիրոջ առաջ, Տերը մեր հովիվն է, ու մեր թագավորն է, ցնծացեք Տիրոջ առաջ, ձեռքերը վեր բարձենք, ձեռքերը վեր բարձենք,
Փառք մեր Տիրոջը, տեսնում եք Տերը ինչքան բարի կողմեր ունի, ինչքան ասում ենք, ասում ու դա չի վերջանում։ Եթե ինչպես Պողոս Առաքյալն ասում, թե Հովհաննեսը չեմ հիշում, ասում է, եթե ամբողջ իր արածները մենք ասենք, թուղթն ու մելանը չեն հերիքելու, գրքերը չեն հերիքելու։ Դրա համար մենք իսկապես արժանի է, որ նրանց սրտանց փառք տանք, որովհետև նա մեր թագավորն ու մեր ճանապարհն է։ Բացի նրանից ուրիշ ճանապարհ չկա, եւ նա ասեց ինձ հետևեցեք, որովհետև իմ ճանապարհները ճշմարիտ են, արդար են, մաքուր են, նրա մեջ ոչ մի պղծություն չկա։ Փառք մեր Տիրոջը, եկեք գնանք այդ ճանապարհի հետևից, որի անունն է Հիսուս։ Տեր, դու մեզ հայտնել ես քո ճանապարհները։ Աստված բարի է եւ ողորմած է
ուսում իր խոսքը հոգուս կյանքի հացը շավիղներին իմ լույս շավիղներին իմ լույս Ովտեր կոչնեմ քեզ քարի դերքան դու ինձ փրկել ես շատ անգամ առաջնորդել ես ինձ քո տուն դու ինձ դարձրել տանսյուն Ովտեր կոչնեմ քեզ քարի դերքան դու ինձ փրկել ես շատ անգամ ինձ առաջնորդել ես ինձ քո տուն դու ինձ դարձրել տանսյուն դու ինձ դարձրել տանսյուն Աստված բարի է և ողորմած է հավատարիմ ուսում իր խոսքը հոգուս կյանքի հաց է շավիղներին իմ լույս Աստված բարի է և ողորմած է հավատարիմ ուսում իր խոսքը հոգուս կյանքի հաց է շավիղներին իմ լույս շավիղներին իմ լույս շավիղներին իմ լույս Հալելույա Ամեն Փառք մեր Տիրոջը իսկապես նա մեր ճանապարհները դարձրել է լուսավոր մեր կյանքերը դարձրել է երջանիկ եւ մեզ լցրել է իր առատ սիրով որը որ սահմաններ չունի Փառք մեր Տիրոջը այդ ամեն ինչի համար որ նա մեր փոխարեն ամեն բան արեց եւ վերջում ասեց կատարված է մնացածը արդեն մեր վրա է մենք ինչքան կվերցնենք այդքանով էլ կտակ մեզ որովհետեւ հնարավոր չի եթե մենք նրա մոտ գանք կոֆեի բաժակով ինքը մեզ դույլով ջուր տա հնարավոր չի դրա համար միշտ նրա ներկայության մեջ եկեք լիք դատարկված եւ մեծ ամաններով եւ այսօրվա պատգամը հույս ունեմ որ բոլորիս ինչ որ մի բան կհայտնի ինչ որ մի բանով կկպնի մեր սրտերին որովհետեւ Աստված ունի իր կերակուրը յուրաքանչյուրիս համար ամեն օր Փառք Աստծուն դրա համար կհրավիրեմ մեր հովիվ Ստիվ Ստեփանյանին որ գա շարունակի եւ օրհնվենք մենք իր խոսքից Փառք Հիսուսին շնորհակալ ենք ես գեղեցիկ փառաբանության համար քո Ժանետ եւ եղբայր Թադե Գիտեք այսօր նոր սիստեմով ենք մենք այս ձայնն անում կարող է մի քիչ տարբեր լսվի ես հիշում եմ մի 10 տարի առաջ sound system-ը փոխվեց եւ մի քիչ պատրաստված չինք ու խառնվեց So այսօր ուրախ եմ որ շատ ավելի smooth եւ hard առաջ գնաց եւ հիմա կկանչենք երեխաներին որ կան առաջ եւ միասին կպատրաստվենք Ոնց եք երեխեք լավ եք ինչպես ամեն անգամ ես մի փոքր խոսք եմ խոսալու ձեր հետ նախքան որ գնաք դասի ուրեմն մի հատ պատմություն ձեզի պատմեմ այս անգամ Գիտեք մի անգամ պատկերացրեք որ ձեր ծնունդն է չէ ու papan գալիս է ձեզի մի տոպրակ կոնֆետ է տալի ով կսիրի էդի ձեր սիրած կոնֆետը մեծ տոպրակով կտա ձեզ ու այսպես խոսք կասի որ քո ծնունդն է տար դպրոց ու կիսվի քո ընկերների հետ ու լավ անցնի ձեզ ու դու գնում ես դպրոց ու պայսակդ բացում ես կոնֆետներն ու երկու օքի գալիս են ուզում են քո ընկերը լինեն մեկի անունը լինում է Հովանես մեկի անունը լինում է Հուդա եւ երկուսը դու կիսում ես քո կոնֆետը նրանց հետ նրանք էլ ասում եք խոսում եք կոնֆետ եք ուտում լավ ժամ անցնում եւ իրանք դառնում են ձեր ընկերը հաջորդ օրը
նորից լանչին որ գալիս է զանգը խփում է, ձեր նոր ընկերները Հովանես ու Հուդան գալիս են։ Միասին խոսում եք, ասում եք, խնդում եք, լավ ժամեր եք անցկացնում, կոնֆետ եք ուտում, կյանքը վայելում եք, էլի։ Ու գալիս է երրորդ օրը։ Երրորդ օրը պայսակը որ բացում ես, տենում ես էլ կոնֆետները բրծավ։ Կոնֆետ չկա։ Հուդան վազում է կոմոդ ասում է. «Դավայ ախպեր ջան, կոնֆետը բացի ուտենք»։ Դու էլ ասում ես, բայց կոնֆետ չունեմ։ Նա ասում է, գիտես ես ուր դեղից եմ վազել, եկել եմ հասել եմ այստեղ որ կոնֆետ ուտենք, ինձ ասում ես կոնֆետ չկա։ Դու ինձ եմ ընկերս։ Եվ ինքը թոնում է ու գնում է։ Մնում է Հովանեսը, դու էլ նայում ես Հովանեսին, մտածում ես որ երևի Հովանեսն էլ նույն ձևով քո հետ կվերաբերվի։ Մեկ քիչ անանք ստանում ես բան, բայց Հովանես քեզ ասում է, գիտես, 2 օր ես գալիս եմ, դու քո կոնֆետը կիսվում ես իմ հետ։ Հիմա ես իմ կոնֆետն եմ կիսվելու քո հետ։ Ու հանում է իր պայսակից մի բուջուր կոնֆետ է ունենում։ Կտրում է, տալիս է քեզ, ասում է դու իմ ընկերն ես, արի միասին ուտենք։ Հիմա իմ հարցը սա է, որ ընկերը կուզենաս դու ունենաս։ Ով կուզենա, որ Հուդայի պես ընկեր ունենա։ Մեկը ձեռքը բարձրացնի, ոչ։ Ով կուզենա Հովանեսի պես ընկեր ունենա։ Աբրեք, այո։ Մեծ ապարություն, ամենը ճիշտ ասեցիք։ Ու գիտեք, որ նույնն էլ Հիսուսը կուզենա Հովանեսի պես ընկեր ունենա։ Հիմա հարցը գալիս է, որ մենք օտարների հետ Հովանեսի պես ընկեր ենք, թե Հուդայի պես ընկեր ենք։ Էդա որ թող որ մենք էլ նույնպես Հովանեսի պես ընկեր լինենք օտարներին։ Okay? Շատ լավ։ Տեր իմ Հիսուս ջան, գալիս ենք քո ներկայության մեջ, աղոթում ենք այս փոքրիկների համար։ Տեր իմ Հիսուս ջան, հանձնում ենք քո ձեռքերի մեջ իրանց։ Աղոթենք, որ դու իրանց սիրտը առաջնորդես, որ սիրեն, ինչպես որ դու ես ուզում, որ սիրենք, որպես ընդունենք քեզ, Տեր ջան, եւ քո խոսքդ, որ մեզի բերում է կյանք եւ հույս եւ ապագա։ Հիսուս Փրկիչիս անունով աղոթում ենք այս փոքրիկների համար եւ իրանց դասը աղոթենք, որ սերմ լինի ամեն մի խոսք իրանց սրտերի մեջ եւ որ իրանք ընդունում են քո խոսքդ, նույնպես ընդունում են քո օրհնությունը եւ քո ապագան։ Հիսուս Քրիստոսի անունով ենք աղոթում։ Ամեն։ Տերն օրհնի ձեզ երեխեք, գնացեք եւ այսօր ոնց որ քույր Ալիսը ձեզի դասի կտանի։ Ամեն։ Տերն օրհնի։ Եվ մի երկու հայտարարություն ունեմ այսօր, սիրելիներ, բարի լուր ունեմ։ Ինչպես որ գիտեք, երկար ժամանակ parking-ը խնդիր է եղի մեր համար այս եկեղեցում, բայց մենք contract ենք ստորագրի, հիմա նոր parking ենք վարձում։ Մի քանի տուն Eskom 312 Riverdale մանկապարտեզի առաջը այդտեղ parking ունենք հիմա եւ այդ parking-ը 10:15-ից մինչեւ որ 10:45 բաց կլինի եւ կարող եք այնտեղ park անեք եւ գաք ծառայության։ Եվ նույնպես կփակվի անմիջապես հետո եւ նորից կբացվի ժողովից վերջանալուց հետո։ Եվ այդ տերերն այդ parking-ի խնդրել են որ այսպես լինի, որտեղ որ օտարները գալիս են, խանգարում են եւ մեքենան թողում են։ So խնդրենք որ այդ ժամերի մեջ գաք, շուտ մի քիչ գաք, որ այդտեղ parking կարողանաք օգտվեք։ Եվ նույնպես էլ ինչպես որ գիտեք, այսօր ծառայությունից հետո
ճաշկերույթ ունենք, խորոված ունենք եւ գրավիրենք ամեն այդ միասին մեր հետ մասնակցեք եւ օրհնված լինեք։ Եվ սրանք սիրելիներ, ուզում եմ ես ասեմ, որ անում ենք, որտեղ որ Տերը կանչել է, որ մենք սիրենք։ Տերը կանչել է, որ մենք տանք։ Տերը կանչել է, որ մենք իր լույսի մեջ քայլենք եւ լույսի մեջ գալիս է տալը։ Էտա որ մեր նպատակը էդի է։ Եվ այսօրվա իմ խոսքը սիրելիներ, այս վերնագիրն է, որ ինչն է պատճառ փորձության։ Գիտեք, տեսնում ենք Աստվածաշունչի մեջ, որ Հիսուսն էլ ինքը փորձության մեջով անցնում։ Հիսուսը Աստված լինելով, տեսնում ենք Մատթեոս 4 գլխի մեջ, որ Հիսուսը գնում է անապատի մեջ եւ տարբեր տեսակ փորձության մեջով է 40 օր փորձության մեջ է լինում։ Եվ տարբեր մեկերը Աստվածաշունչն էլ որ նայում ենք հերոսներ կան, որ տեսնում ենք, որ իրանք այսպես փորձության մեջով են անցնում։ Տարիներ առաջ մի հատ անձնավորություն ապաշխարում է հավատքի է գալի եւ ինքը ասենց սպասելիք է ունենում, որ ինքը որ ապաշխարի, ամեն ինչ լավ կլինի իր մոտ։ Տերն իրան կօրհնի, իր գործի կողմից օրհնված կլինի եւ ամեն բան դեպի լավը կգնա, բայց ապաշխարությունից հետո տեսնում է ոնց որ չարն իրան հարցակվում է տարբեր ձևերով։ Եվ հասկանում է, որ չէ, ինքը այստենց բանը, որ սպասում էր, այդպես չեղավ։ Եվ ինքը գալիս է հետ եւ ասում է, գիտես, էսի այն չէր, որ ես կարծում էի։ Ես ուզում եմ իմ կյանքս փափուկ լինի եւ հանգիստ լինի եւ ըտրա պատճառով էլ այլևս չեմ ուզում հավատացյալ լինեմ։ Եվ գիտեք, սիրելիներ, դժբախտաբար շատերը կան այսպես։ Եվ երբ որ նայում ենք Հոբի գիրքը, ով է հիշում մեր ընկեր Հոբը։ Այո, Հոբը շատ առանձնահատուկ մարդ էր։ Եվ գրված է, որ Տերը ինքը փնտրում էր, որ մեկին գտներ, որ իրան հավատարիմ էր։ Եվ Աստված Հոբին է գտնում։ Եվ ասում է, մի օր հավաքվում են հրեշտակները Աստծու գահի առջև եւ Աստվածը Հոբին ասում է, դու նկատել ես իմ ծառային Հոբին։ Չարին, Աստված չարին, կներեք, Աստված չարին ասում է, որ դու նկատել ես Հոբին, ինչ հավատարիմ է։ Եվ չարը գիտեք ինչ է ասում, ասում է, պատճառ կա դրա համար։ Չարն ասում է, որ Հոբը իր օգտի հետևից է։ Հոբը հավատարիմ է, որտեղ որ դու իրան օրհնում ես։ Հոբն ուզում է, որ դու իրան օրհնես, դու իրան պահպանես, դու իրան ամեն տեսակ լավ բաներ տաս։ Դրա համար է։ Եվ գիտեք, Աստված ասում է, ինչ ասում է, շատ լավ։ Արի եւ ես հանձնում եմ իրան քեզ։ Դու կարող ես այդ իր հարստությունը եւ իր առողջությունը դու թեստ անես եւ վնասես իրան մի խոսքով, որոշ չափով իրավունք տալի չարին։ Եվ չարը գնում է, ինչպես որ գիտեք, պատմության մեջ գնում է եւ հարստությունը միանգամից կորցնում է Հոբը։ Իր ընտանիքը կորցնում է, իր ընտանիքի անդամները, երեխաները մահանում են։ Եվ նույնպես էլ տեսնում ենք, որ իր առողջությունն է կորցնում։ Երեխաներին հարստությունը, առողջությունը համարյա բան չի մնում։
Մենակ մի հատ կին ամնում, որ այս կինն էլ նույնպես նույն չարի նախադաստյունն է գալի իրան ասում։ Իշեք չարը Աստծուն ինչ ասում, ասում է թող ինքը կանիծի քեզ, եթե այս բաները օրհնությունները չլինի։ Գալիս է Հոբին, իր կինը գալիս է։ Հոբին ասում է անիծի Աստծուն ու մահացի։ Եվ այսպեսի տեսնում ենք, որ ինքն ասում է ոչ։ Ինքը հավատարիմ ամնում Աստծուն։ Ասում է, որ մենք եթե Աստծուց օրհնությունը ընդունում ենք, ինչպես կարող ենք Աստծու այն դժվար պահին մերժենք։ Այսինքն մի խոսքով Հոբը այնտեղ ասում է, որ ես իրավիճակների հետ չի հետաքրում ինձ, ես նորից Աստծուն եմ հետևում։ Եվ իրոք էսա, Աստված այսպես մեկի հետևից է։ Եվ ես ինքս հիշում եմ, մի հատ օրինակ կտամ ձեզ, ես էլ էսի եղավ մի 20 քանի տարի առաջ, որ ես բժշկական ինստիտուտի այն ժամանակ սովորում էի եւ հեռու տեղ էի եւ տարբեր տեղերից այդ աշակերտներն եկելին որ սովորին եւ մոտ 200 հոգի ենք այս դասարանի մեջ եւ այդտեղ ֆինանսական մենք pressure-ի տակ ենք մի քանի 100,000 պարտքի տակ պետքա գնայինք եւ այդ համասարանն էլ կտրում էր մի 10% ժողովրդին ամեն սեմեստրի կտրում էին որտեղ ուզում էին որ ամենալավերն ավարտին եւ այդտեղ այդ աշակերտներն ինչ արեցին հավաքվում էին իրար հետ սովորում էին իրարու օգնում էին որպես ասենց ավարտին ու դուրս գային այդ պրոգրամից եւ ես էլ նույնպես այտենց study group-երով հավաքվում էի եւ սովորում ենք միասին եւ պատրաստվում ենք Եվ ես էլ նույնպես այդ ժամանակ դե երիտասարդ էի, աղոթում էի, Տեր ջան, ինձի այս վիճակիցանի, որ ես լավ ձևով ստեղ ավարտեմ, եւ նույնպես էլ այս մենակությունը, որ ստեղ մենակ եմ, ամեն ինչից հեռու եմ, ես լավ կին եմ ուզում, որ ինձի տաս, որ ես փսակվեմ մի հատ հավատացյալ կնոջ հետ եւ մենակ չլինեմ Եվ գիտեք, այդ ընթացքում, այդ տարի իմ խումբերի մեջ, մի հատ շատ գեղեցիկ աղջիկ, որ ինքն շատ խելացի էր, մոտ կացավ ինձ եւ ասեց, գիտես, ես էլ եմ մենակ, դու էլ ես մենակ, արի գնանք մի քիչ լավ ժամ անցկացնենք միասին։ Եվ ես էլ մտածեցի, ես այդտեղ աղոթում եմ, որ Տերն ինձի մեկին բերի իմ կյանքիս մեջ, որ ես փսակվեմ, որ քրիստոնյա է, եւ ես աղջիկն է։ Էսի իրոք իմ հաղորդքիս պատասխանն է, թե ոչ։ Եվ ես հասկացա, որ էսի փսակվելու պտուղ չի։ Եվ իրան ասցի ոչ, իրան ասցի thank you, բայց ոչ, no thanks, և մեր առանձին ճանապարհներ գնացիք, շուտ դրանից հետո ինքը փսակվեց մեկի հետ, և բայց ես անընդհատ այդ շարունակ այդ աղոթքի մեջ էի, Տեր, այդ ճիշտ մեկին բեր։ Եվ գիտեք, մի կարճ ժամը դրանից հետո ես ավարտեցի, լրիվ իմ քննություններն անցավ, փառք Աստծո, Եվ Տերը բերավ այն ճիշտ անձնավորությունը, որ հավատացյալ էր, նույնպես խելացի եւ գեղեցիկ, իմ կինս է, որ այստեղ նստած է։ Բայց գիտեք, սիրելիներ, կյանքն էսպես է։ Կյանքը հաճախ մենք բաներ ենք ուզում, երբ որ մենք դժվարության մեջ ենք, եւ ուզում ենք այդ մոմենտին ստանանք։ Բայց Աստծո ժամը
մեկ թվում է մեզ, որ ուշ է գալի Աստծո պատասխանը։ Եվ այդ առիթից չարն օգտվում է ժամանակից շուտ, որ մեզի տանի ասենց փորձանքի մեջ։ Մեղք ասենց առաջարկում մեզ։ Եվ գիտեք, որոշներն այդ նայում են այդ մեղքը եւ ասում են, «Էսի օրհնություն է», շփոթվում են եւ ընդունում են։ Հիմա ինչն է, որ մենք հասկանում ենք, որն է Աստծուց եւ որն է չարից։ Մենք պետք է Աստծո խոսքը իմանանք։ Աստծո խոսքը պարզ է։ Աստծո խոսքն ասում է ինչն է ճիշտ, ինչն է սխալ։ Եվ հաճախ չարը այդ մեղքերը շատ գեղեցիկ այսպես կապոցի մեջ է դնում։ Եվ առաջարկում ասում է, նայ, ինչպես որ Հիսուսը սոված էր անապատի մեջ։ Չարն եկավ ինչ ասեց, սոված ես։ Վերցրու ես քարերը եւ դարձրու հաց։ Դու ինչ ես այստեղ քեզ չարչարում։ Նույնն էլ Հոբին։ Բայց գիտեք, Հիսուսը ինչպես է պատասխանում չարին։ Հիսուսը Աստծո խոսքով է պատասխանում։ Շատ կարևոր է, որ մենք Աստծո խոսքը հասկանանք եւ Սուրբ Հոգով ճիշտ մոմենտին այդ ճիշտ խոսքը պայքարենք։ Եվ այս պայքարը։ Եվ բայց նայեք իմ հարցս նորից հետ ենք գալի ես իմ հարցին, որ ինչն է պատճառը, որ Աստված հաստատ պետք է այս փորձությունը ու փորձանքը թույլ տա։ Չէր լինի, որ առանց փորձության մեր կյանքն անցներ։ Ամեն բան կարելի է Աստծո մոտ, չէ՞։ Ասում է Աստծո խոսքը, որ տերև չի ընկնում ծառից առանց Աստծո իրավունքին։ Բայց Աստված թույլ է տալի, որ օրինակ այս Հոբի պատմության պես չարը մոտկանա մեզ եւ այսպես մեղք առաջարկի։ Իմ հարցը սա է, ինչն է Աստծո նպատակը հետևը։ Այո, Աստված, գիտեք, Աստծո խոսքն ասում է, որ մեր սրտերը քննում է։ Հեչ մտածել եք, որ ինչպես է Աստված քննում մեր սրտերը։ Այսպես փորձության միջոցով։ Հիմա անգլերենով երկու տարբեր բառ կա այս փորձության հետ կապված։ Անգլերենով կա temptation, որը դի մեղքը առաջարկում է։ Այդ տեսակ փորձանքը Աստված չի մեղք առաջարկում։ Դա չարն է, որ մեղքը առաջարկում, ինչպես որ Հոբին արեց, բայց Աստված գրված է, որ փորձում է, ինչպես որ Աբրահամին տեսնում ենք փորձում է, test անում։ So there is a temptation and there is testing. Բայց Աստված երկուսն էլ թույլ է տալի։ Temptation-ը թույլ է տալի, որ չարը tempt անի, եւ testing-ն էլ ինքն անում, որ քննի մեր սիրտը։ Հիմա Հոբի այս example-ի մեջ, որ նայում ենք։ Նայեք, Հոբը, ես ինքս անգամներ ինձի դրել եմ Հոբի վիճակի մեջ եւ մտածել եմ, եթե ես Հոբի տեղը լինեի, ոնց ռեակցիա կտայի այս իրավիճակների մեջ։ Իր ընտանիքը կորցրեց, իր աշխատանքը, հարստություն, ամեն ինչ կորցրեց, բայց նորից հավատարիմ մնաց։ Էսի ինչն է իր սրտի մեջ եղի, որ պատճառ է եղի, որ ինքը նորից շարունակի իր հավատարմության մեջ։ Հեշտ ճանապարհը չի վերցնի։ Նայեք, տարբեր տեղեր ինքը կարողացել է։ Եվ քայլերով չարն եկավ իրան այսպես փորձեց։ Գիտեք, առաջ իր հարստությունը վերցրավ, սպասում էր, որ հարստությունը կորցնի, մի անգամից իր հավատքը հրաժարվի, բայց չի հրաժարվում։ Հետո գալիս է իր երեխաներին է կորցնում։ Նորից չարն սպասում է, որ հրաժարվի, բայց չի հրաժարվում։
հետո վերջն իր առողջությունն է կորցնում։ Ինչն է իր սրտի մեջի այդ motivation-ը, որ պատճառ է լինում, որ ինքը ամուր մնա իր հավատքի մեջ։ Եվ սրա մասին եմ ես ուզում խոսամ, որ գիտեք, 3 բան կա Աստվածաշունչի մեջ, որ ասում է։ Առաջինը հույսն է, եւ երկրորդը հավատքն է, եւ երրորդը սերն է։ Գիտեք, ինքը հույս ուներ, եւ կարող եք պատմությունը կարդալ։ Հույս ուներ, որ մեկը կա երկնքում, որ իրան բարեխոսում է։ Ինքը հույս ուներ, որ միշտ այդ իրավիճակի մեջ չէր լինի։ Ով է ասենց դժվար իրավիճակով անցել ձեր մեջ, կարող եք ձեր բարձրացնեք։ Այո։ Գիտեք, այդ ժամանակ, որ դու այդ իրավիճակով անցնում ես դժվարության, չարն այնց է նկարագրում, ոնց որ այդտեղ դու մնալու ես։ Մտածում ես, որ լես չի վերջանա, ոնց որ մի հատ մութը սենց թանելի մեջով ես անցնում, ու ոնց որ այդտեղ ստակ ես եղի։ Ինչքան շուտ ուզում ես վերջանա, բայց չի վերջանում։ Եվ չարն այդ ժամանակ գալիս է քեզ ուզում է հույսդ կտրի։ Բայց Աստծո խոսքը մեզի հույս է տալի։ Հույսը շատ կարևոր է։ Այդ փորձության ժամանակ, որ մենք պահենք։ Երկրորդ կետը մեր հավատքն է։ Հավատքը, գիտեք, մենակ խոսքը չի։ Աստծո խոսքի մեջ այսպես է ասում, որ երբ որ դուք խորը ջրերով անցնում եք, իմացեք, որ Տերը ձեր հետ է։ Խորը ջրերը որն է։ Այդ դժվարության ժամանակն է։ Այդ դժվարության ժամանակ Տերը կարող է մենք չենք զգում իրան։ Կարող է նայում ենք մեր իրավիճակին, ասում ենք, որ դե հիմա լավ չի գնում, այսինքն Տերն իմ հետ չի, բայց Տերը այդ ժամանակ ամենամոտն է մեզի։ Եվ այդ ժամանակ նայում է մեզ։ Եվ ինչ է ուզում տեսնի։ Ավելի խորը բան է ուզում տեսնի Տերը մեզանից։ Եվ այս 3 բանից գալիս ենք ամենակարևորը, որ սերն է։ Սերը, գիտեք, շատ հետաքրքիր բան է։ Սերը մարդու տանում է այնենց տեղերում, որ մարդ այնենց քայլեր է վերցնում, որ լոջիկից դուրս է, որ իր շահերից դուրս է։ Սերը այդպես բան է։ Եվ սերն էր, սիրելիներ, որ պատճառ է լինում, որ մենք ցավը կրում ենք այդ դժվարության ժամանակ եւ հավատարիմ ենք մնում։ Տերը ամենակարևոր բանը, որ մեզանից ուզում է, որն է, սերն է։ Հիսուսին մի անգամ եկան հարցրեցին, ասցին, որն է ամենակարևոր պատվիրանը։ Հիսուսն ասեց, սիրիր քո Աստծուն ամբողջ քո սրտով, ամբողջ մտքով եւ քո էությունով։ Սերը պատճառ է լինում, որ դու հավատարիմ մնաս։ Սերը ու հավատարմությունը իրար հետ է գալիս։ Գիտեք, որոշներն ասում են, որ ես կշարունակեմ մեղքի մեջ, ես կշարունակեմ այս կանեմ, այն կանեմ, բայց նորից ես սիրում եմ Տիրոջը, նորից ես հալելույա կերկեմ, նորից ոտանավորներ կասեմ, բայց նորից իմ մեղքս էլ կգործեմ, որտեղ դե մարդ ենք էլի, ամենս էլ ենք մեղք գործում։ Սերը հավատարիմ է։ Հիսուսի անուններից մեկը ինչ է։ Հավատարիմ եւ արդար։ Այո։ Նա իր հագուստը սպիտակ հագուստն է։ Այսինքն սուրբ է մեր Տերը։ Մեր Քրոջ հետ շատ գեղեցիկ երգինք նոր երգում։ Տերը հավատարիմ է եւ սուրբ։ Եվ Տերը նույնպես
ասում է շատ գեղեցիկ խոսք, այս խոսքը գալիս է Հռոմեացիս 8:19։ Ասում ամբողջ ստեղծագործությունը սպասում է, որ հայտնվի ովքեր են Աստծո երեխաները։ For creation waits in eager expectation for the children of God to be revealed. Անգլերենով ասում։ Անսպասելի ձևով սպասում են, որ ով կլինի Աստծո, ով է Աստծո երեխան։ Հիմա կարող եմ մտածեք, դե Աստված մարդուն ստեղծել է, ամենս մի թե Աստծո երեխաները չենք։ Հռոմեացիս 8:14 այսպես ասում. նրանք, որ առաջնորդվում են Աստծո հոգով, միայն դրանք են Աստծո երեխաները։ Գիտեք, փարեսացիք են կարծում, որ իրանք Աբրահամի որդիներն են, Աստծո երեխաներն են, բայց Հիսուս նրանց ինչ ասում։ Ասավ չարը սկիզբից սուտասան էր, եւ դուք էլ սուտասան եք, դուք չարի երեխաներն եք։ Եվ իրանք շատ խայտարակ բարկանում են Հիսուսի վրա, ուզում են սպանեն իրան։ Բայց Հիսուսը իրանց պարզ ասեց. երբ որ մենք հանձնվում ենք չարին եւ իր թագավորությանը, իրան ենք պատկանում։ Բայց Հիսուսն եկավ, որ մեզի դուրս քաշի չարի թագավորությունից։ Եվ մի կարճ կուզենամ խոսամ նրանց համար, որ Աստծո հոգով են քայլում։ Նրանց ապագան ինչպես է։ Գիտեք, Հայտնություն 2:7 հետևյալ խոսքն է ասում. Հիսուսը եւ Աստծո հոգին եկեղեցիներին։ Ասում են նրանք, որ հաղթությունով վերջացնեն այս կյանքը։ Նրանք, որ հաղթանակը վերցնեն, իրավունք կտրվի իրանց, որ կյանքի ծառից, որ հավիտենական կյանք է տալիս։ Այդ պտուղից ուտեն։ For those who win the victory, I will give the right to eat the fruit of the tree of life that grows in the garden of God. Անգլերենով ասում։ So Աստված ուզում է ստենց մեկերի տեսնի, որ հաղթարեն, հաղթանակը վերցնեն իր Սուրբ Հոգով եւ իրանց համար է հավիտենական կյանքը։ Եվ ինչպես ենք մենք կարող հաղթահարող լինենք։ Նայեք, սկիզբում մարդիկ, որ ապաշխարում են, շուտ կարող է խաբվեն։ Չարը գալիս է տարբեր իր փորձություններով, ուզում է խաբի եւ ծախողի։ Բայց մեկը, որ հասունանում է, հանձնվում է Աստծո հոգուն։ Եվ այս հանձնվել Աստծո հոգուն կարող է մարդուն 10 տարի տևի, 20 տարի տևի, 30 տարի տևի։ Մարդիկ կան, որ ասում են, այո, ես սիրում եմ Տիրոջը, բայց պատրաստ չեմ, որ լրիվ իմ սիրտս հանձնեմ Տիրոջը։ Ուզում եմ այսինչ սխալ որոշումը պահեմ ինձ, այս ինձի օգտին է։ Եվ այսպեսի որոշները չեն հանձնվում։ Բայց Հակոբոս 4:7 հետևյալ խոսքն ասում է, հանձնվեք Աստծուն։ Հանձնվեք Աստծուն։ Եվ Աստված կիսատ չի ընդունում, լրիվ է ուզում մեր սիրտը։ Աստծո խոսքն ասում է, սիրեք Տիրոջը ամբողջ սրտով, ամբողջ մտքով, ամբողջ ձեր էությունով։ Եվ շատ զարմանալի բան է լինում, երբ որ մենք հանձնվում ենք ամբողջովի Աստծուն, երկրորդ քայլն է գալի։ Այդ փորձության մեջ մենք գնում ենք, պետքա պատրաստ լինենք։
առաջի քայլը նախքան փորձությանն է գալիս, որ մենք պետք է հանձնված լինենք Աստծուն ամբողջովի։ Հիսուսը երբ որ գնաց անապատի մեջ, որ չարն իրան փորձի, պարզ գրված է, որ Սուրբ Հոգու առաջնորդությունով ինքը մտնում է անապատը։ Հիսուսը, որ ինքը Սուրբ Երրորդության երկրորդ անդամն է լինում, Սուրբ Հոգով է գնում։ Ինչքան ավել մենք պետք ունենք, որ փորձության մեջ Սուրբ Հոգու իշխանության տակ լինենք։ Շատ կարևոր է այսի, սիրելիներ։ Մենք պետք է հանձնված լինենք ամբողջովի Աստծուն։ Եվ հետո չարը, որ գալիս ասма, հակառակեք չարին։ Չարը, որ սխալ բան է ասում, Հիսուսի պես Աստծո խոսքով իր հակառակը կանգնեք։ Առանց Սուրբ Հոգուն մենք չենք կարող չարին հակառակ կանգնենք։ Անընդհատ չարը կգա, իր սխալ առաջարկները կտա, եւ մենք էլ կհամաձայնվենք։ Էդի լինում է, որտեղ որ մենք Սուրբ Հոգուն իսկականից չունենք, մեր ուժերով ենք։ Եվ հաճախ չարն ուզում է մեզի մենակ առանձին ստենց վիճակում գտնի, որ հեռու ենք Աստծուց, որ այդ ժամանակ հանձնվենք իրան։ Շատ հեշտ ձևով հանձնվում ենք մենք չարին, եթե Աստծո Հոգին մեր մեջ չլինի։ Ուրեմն առաջի քայլը գալիս է նախքան փորձություն, հանձնվեք Աստծուն, հակառակեք չարին եւ հետո չարը կփախնի ձեզանից։ Էսի հաղթանակի ճանապարհն է ցույց տալի։ Մենք այս 3 քայլերը պետքա լինի փորձության մեջ։ Եվ կուզենամ նշեմ էսի, որ գիտեք, երբ որ մենք հանձնվում ենք Աստծուն եւ իր Հոգուն, Գաղաթացիս 5:22-ում ասма շատ գեղեցիկ բաներ կլինի։ Ասма Աստծո Հոգին այս պտուղներն առաջ բերում։ Առաջինը այդ սերն է, որ խոսացինք դրա մասին։ Գիտեք, այդ սերն է, որ մեզի տանում է դեպի հավատարմություն։ Այդ սերն է, որ մեր սրտի մեջ չարի այդ սխալ առաջարկը տեսնում ենք, բայց դրա համար որ սիրում ենք Տիրոջը, չենք ընդունում։ Գիտեք, եթե այդ սերը չլինի, մենք մենակ այդ փայլուն բանն ենք տեսնում չարի։ Բայց դրա համար որ սիրում ենք Տիրոջը, իր խոսքն ենք կատարում։ Հիսուսն այս խոսքն ասում է, եթե դու ինձ իսկականից սիրում ես, իմ պատվիրանը կպահես։ Եվ փորձության մեջ Տերը նայում է, տեսնի ես անձնավորությունը իրոք ինձ սիրում է, թե մենակ խոսք ու երգ է։ Disconnected. Եվ Տերն ուզում է, որ իրանց սիրենք։ Եվ այդ ժամանակ ասում է, սերը առաջինն է։ Եվ երկրորդը գալիս է ուրախություն, խաղաղություն եւ բերում է բարիություն։ Բերում է հավատարմություն։ Նայեք, հավատարմություն է բերում։ Եվ բերում է ժուշկալություն։ Գիտեք, առանց Աստծո Հոգուն չենք կարող հաղթանակ ունենալ։ Մենք ամենս ծուռն ենք գնում։ Եվ ամենագեղեցիկ էս պտուղից Աստծո սերն է։ Առաջի Կորինթացիս 13:1-ն ասում է, եթե ես հրեշտակների լեզուներով ես խոսամ, բայց ես սեր չունենամ, ամենատքեղ ձայնն է լինում։ Ամենատքեղ ձայնը։ Եվ ասում է, եթե ես հավատք ունենամ, որ սարերը տեղերից շարժեմ, բայց ես սեր չունենամ, ես ոչինչ եմ։
Առաջի Պետրոս 4:8 հետևյալն ասում ասում է սերը մեծ խումբ մեղքերին ծածկում է այսինքն ինչ այսինքն եթե ես իրոք սիրում եմ իմ Աստծուն ես տարբեր տեսակ մեղքերի կմերժեմ կասեմ ոչ որտեղ իմ սերն Աստծու հանդեպ չի թույլ տալի որ ես համաձայնվեմ այդ մեղքերին այդ մեղքը գիտեք սիրելիներ ես միշտ այս խոսքն եմ ասի մեղքը որ մենք գործում ենք պետք է մենք հիշենք Հիսուսը ամեն մի մեղքի համար ինքը ցավ է քաշի իրա վերքերը ձեռքերի մենք ենք պատճառեղի մեր մեղքերով այդքան թող թեթև չվերցնենք մեղք գործելը շատ թանկ գնով է վճարվել մեր մեղքերի թողությունը սերը մեր մեղքերը ծածկում է այսինքն մենք չենք գնա մեղքերի մեջ մեր սերի պատճառով որ սիրում ենք Տիրոջը եւ ինչպես որ մի քիչ առաջ ասեցի սերը Աստծու համար սերը ամենակարևոր պատվիրանն է եւ գիտեք Աստծու խոսքն էլ է ասում սերը բարի է սերը նայում է օտարներին սիրում է սերը ինքնահավան չի շատերը կան որ գայսեն մտածում են որ իմ մասին է այս կյանքը իմ մասին է մի հատ երգ կա այդպես ասում է այս երգը իմ մասին է գիտեք բայց Աստծո խոսքն ասում է մեր կյանքը եւ մեր մարմինը այլևս մեր չի մենք թանկ արժեքով գնված ենք եւ այն ինչ որ մենք ստացել ենք այն սերը որ Աստծուց ստացել ենք նույնպես մենք տալիս ենք սերը իր ձեռը մեկնում է բարիությունով եւ օրհնությունով սերի դիմացինը վիրավորում է այս իր ձեռքը բայց Տերն օրհնում է այս ձեռքերը որ սիրում են եւ գիտեք այդ վիրավորված վերքոտ արոնոտ ձեռքերը Հիսուսի ձեռքերն են թող որ մենք չվիրավորենք իր ձեռքերը թող որ սիրենք մենք իրան մենք ամենս ասում ենք սիրում ենք Տիրոջը թող որ գործով ցույց տանք Տերը չի նայում մեր խոսքին խոսքը շատ չիփ մի բան է Տերը նայում է մեր սրտին դժվարության ժամանակ եւ ասում է էսի ինձ սիրում է ինչպես որ նայեց Հոբին ասեց էս ինձ սիրում է ինձ հավատարիմ է ես կաղոթեմ որ Տերն էլ նույնպես ամեն մեկիս նայի ես նույն աչքով եւ ասի այս ինչը հավատարիմ է ինձ մենակ իր շահերի հետևից չի սերը չի հպարտանում գիտեք երբ որ մենք հպարտության մեջ ենք գնում շատ պետք է զգուշ լինենք չարի մեղքն է այդ հպարտությունը սերը օտարներին ավելի բարձր աչքով է նայում եւ Սիրելիներ, կուզենամ ես վերջի մասը միասին աղոթենք եւ հանձնենք մեր սրտերը։ Գիտեք, ուշ չի։ Ամեն ժամանակ, որ մենք շունչ ենք քաշում, մենք առիթ ունենք, որ մեր սիրտը ամբողջովի հանձնենք Տիրոջը։ Գիտեք, չարը հաճախ գալիս է այս սուտով, ասում է, որ եթե քո կյանքը հանձնես Աստծուն, ոնց որ քո հաճույքը կգնա աշխարհի։ Քո այդ քեֆերը կանցնեն կեթան։
իմացի, որ դա սուտ է։ Ինչպես որ չարը ստեց Եվային, ասեց, որ այս արկելված պտուղը կեր ու լավ կլինի քո մոտ։ Այդ նույն սուտն է։ Ամենալավ կյանքը այն մարդն ունի, որ հանձնված է Տիրոջը ամբողջովի։ Թող որ մեր սրտերը հանձնենք Տիրոջը։ Եվ կաղոթեմ Տեր ջան, որ ամեն մեկը, որ այստեղ էս դալիճում է, որ այս խոսքը լսել է, եւ ինքը հասկանում է, որ իր ճանապարհը սխալ է։ Կաղոթեմ, որ դու իր սրտի հետ խոսաս եւ մեզի առաջնորդի Տեր ջան, որ մենք քեզի իսկականից հանձնվենք քեզ, որպես դու մեր սրտի մեջ դնես քո սերը եւ քո հաղթանակը, որպես քո միջոցով կանգնենք չարի դեմ եւ ասենք ոչ, որպես մի օր քո գահիտ առջև մենք կանգնենք եւ դու մեզ նայես եւ ասես բարի եւ հավատարիմ ծառա, արի եւ մտի քո հանգստության մեջ։ Կաղոթեմ, որ ամեն մեկի սրտի մեջ Տեր ջան դու բնակվես։ Մենք հանձնվում ենք քեզ, մեր ուժերով մենք կորած ենք, մեր ուժերով ամենս ծուրն ենք գնում, բայց Տեր ջան, մեր փափակն է, որ քեզի չվիրավորենք, մեր փափակն է, որ քեզի սիրենք, ինչպես որ դու կանչել ես մեզ, որ մենք սիրենք քեզ ամբողջ մեր սրտով, մտքով եւ մեր էությունով, ուզում ենք Տեր ջան, կատարիր քո կամքը, քո գեղեցիկ ջերմ կամքը մեր կյանքի մեջ Տեր ջան, որպես մենք սեր ունենանք եւ սիրենք։ Հիսուս Փրկիչիս անունով եմ աղոթում։ Սուրբ Հոգի ջան, you are welcome here։ Եվ կաղոթեմ, որ դու առաջնորդես, դու առաջնորդիր մեզ։ Մենք չենք տեսնում ուր գնանք եւ չենք ուզում հեռանանք քեզանից Տեր ջան, ուզում ենք գնանք այն տեղը, որ դու ես։ Առաջնորդիր մեզ քո գեղեցիկ ճանապարհի մեջ, քո լուսավոր ճանապարհի մեջ, քո ճշմարտության մեջ Տեր ջան։ Գիտենք, որ իրավիճակները կգան ու կգնան, բայց դու երեք այսօր եւ մինչօր հավիտյան նույնն ես, եւ դու սեր ես։ Մենք չենք խաբվում չարի սուտերով, այլ ուզում ենք, որ քո մոտ գանք Տեր ջան։ Հիսուս Քրիստոսի արյունն եմ քսում, այդ անձնավորություններ, որ այստեղ են, եւ կաղոթեմ, որ քո օծությունը, որ կոտրում է ամեն տեսակ կապանք, Հիսուս Քրիստոսի անունով կոտրված լինի, ինչ որ հակառակում է Աստծո կամքը, ինչ որ հակառակում է Աստծո լույսը, որ ծագի մեր կյանքի մեջ, we come against it in Jesus name, կոտրում ենք չարի զորությունը, եւ կաղոթենք, որ քո կամքը կատարվի Հիսուս ջան։ Մեր կամքը չլինի, այլ քո կամքը։ Հիսուս Փրկիչիս անունով։ Ամեն, ամեն։